Այսօր Սպիտակի Սուրեն Ավետիսյանի անվանավակ դպրոցում տիրում է առանձնահատուկ հուզիչ, ջերմ ու տոնական մթնոլորտ։ 12-րդ բնագիտական դասարանի շրջանավարտներին։ Դեռ հիշում եմ բռնած մայրիկիս ձեռքը, հուզմունքն ու ուրախությունս, անծանոթ ու ծանոթ հարազատ դեմքեր, ուր անցել եմ մանկությունս, այն մեկը նստած իմ կողքին, դարձավ սերն իմ առաջին, և այդպես անցան տարիներ, մոտեցավ օրը վերջին, հնչեց վերջին զանգը, հուզմունքը չի հեռանում իմ սրտից, հնչեց վերջին զանգը, վերջին դասը, բաժանվում ենք իրարից, հնչեց վերջին զանգը, հուզմունքը չի հեռանում իմ սրտից, հնչեց վերջին զանգը, վերջին դասը, բաժանվում ենք Իմ ուրախ տարիներ ու անհոգ օրեր, միշտ կզգամ ես ձեր կարիքը, կյանքիս ուսուցիչներ ու դասընկերներ, դուք եղաք իմ ընտանիքը, ժամանակը ինչպես անցավ, այդպես էլ մենք չիմացանք, հիշելով զանգը առաջին, մոտեցավ օրը վերջին, հնչեց վերջին զանգը, հուզմունքը չի հեռանում իմ սրտից, հնչեց վերջին զանգը, վերջին դասը, բաժանվում ենք իրարից, հնչեց վերջին զանգը, հուզմունքը չի հեռանում իմ սրտից, հնչեց վերջին զանգը, վերջին դասը, բաժանվում ենք Վերջին զանգը, հուզմունքը չի հեռանում իմ սրտից, հնչեց վերջին զանգը, վերջին դասը, բաժանվում ենք իրարից La 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 Ես ինչպես, ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան, օրերը դպրոցական, պայուսակ նստարան, ինչ երազեր, ինչ անուրջ, թե կատակեր և թե լուրջ, թե հեքիաթ կախարդական, և թե կյանքեր իրական ու կարծես երեքեր դեր դասերու դասարաններ ախ ես ոնց է ջերմակել իմ դասատուն են ջահել ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած մնաք բարով Եվ ինձ հետ
միշտ կմնան անմոռաց, անբաժան հուշերը դպրոցական օրագիր պահարան ինչ ուրախ էր, ինչ անհոգ թե ձմեր էր և թե շոգ թե տանիք էր հայրական և թե տուն նավիրական դու նստում էիր կողքից մանկության ընկերուհից բայց այսօր արի ու տես ես կարծես սիրում եմ քեզ ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին բայց ինչ արած մնաք բարով ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու ենք մենք դպրոցն ու բոլորին բայց ինչ արած մնաք բարով ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու ենք մենք դպրոցն ու բոլորին բայց ինչ արած պիտի գնամ մնաք բարով Մամ, ես պատրաստ չէ՞։ Պատրաստ ենք։ Պապ։ Եկա։ Այսօր կարծես մեր հոգում խինդ ու թախից միասին է արցունքի միջից նայում ջերմ ժպտում ենք մենք իրար մեր մեջ հուշերն են նույն բան ուրախ տխուր նույն խոհերը իսկ շուրջը տակ հայացքներ են դեմքեր են այնքան հարազատ մենք ձեզ ասում ենք մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ մեր հարազատ դպրոց խենթ մեր օրեր ու լուսավոր տարիներ մենք ձեզ ասում ենք մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ մեր հարազատ դպրոց խենթ մեր օրեր ու լուսավոր տարիներ Այսօրվանից մեր առաջ բացվում են ուրիշ ճամփաներ նոր Այսօրվանից կյանքն արդեն կանչում է մեզ նոր այլափեր Հարգելի ուսուցիչներ, սիրելի ծնողներ, թանկագին շրջանավարտներ ու աշակերտներ, այսօր Սպիտակի Սուրեն Ավետիսյանի անվանավակ դպրոցում տիրում է առանձնահատուկ հուզիչ, ջերմ ու տոնական մթնոլորտ։ Մենք համախմբվել ենք նշելու դպրոցական կյանքի ամենասպասված, ամենահիշարժան եւ ամենասրտառուչ պահերից մեկը՝ վերջին զանգը։ Այսօրը միայն ուսումնական տարվա ավարտի խորհրդանիշ չէ։ Այն կարևոր հանգրվան է մեր սիրելի շրջանավարտների կյանքում՝ լի հիշողություններով, հպարտությամբ, երջանկությամբ, հուզմունքով եւ նոր ճանապարհների լուսավոր սպասումով։ Այսօր հնչող զանգը մեր 12-րդ դասարանցիների համար վերջինն է որպես աշակերտ։ Բայց այն միաժամանակ մի նոր սկիզբ է դեպի ավելի մեծ նպատակներ, պատասխանատու ընտրություններ, ինքնուրույն քայլեր եւ կյանքի նոր փուլ։ Սիրելի շրջանավարտներ, այսօր դուք հրաժեշտ եք տալիս ձեզ հարազատ դարձած դպրոցին, ձեր ուսուցիչներին, դասընկերներին, դպրոցական առօրյային, բայց վստահ եղեք,
Դպրոցը միշտ կմնա ձեր հիշողությունների, արժեքների, երազանքների ու ձեռքբերումների կարևոր մասը։ Թող ձեր կյանքի ճանապարհը լինի խաղաղ, արժանապատիվ, լուսավոր եւ հաջողություններով լի։ Թող ձեր գիտելիքները, մարդկային որակները եւ դպրոցում ստացած արժեքները լինեն ձեր ամենախուսալի ուղեկիցները կյանքի բոլոր ճանապարհների։ Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ, հուզիչ եւ հիշարժան օրվա կապակցությամբ։ Եվ այժմ բուրըն ծափարություններով դալիճ ենք հրավիրում օրվա հերոսներին, մեր 12-րդ դասարանի հումանիտար խմբին։ Դպրոցական օրագիր պահարան, ինչ ուրախ էր, ինչ անհոգ, թե ծներ էր և թե շոկ, թե տանիք էր հայրական, և թե տուն նավիրական։ 12-րդ ընդհանուր դասարանի շրջանավարտներին Բայց այսօր արի ու տես, ես կարծես սիրում եմ քեզ, ու հնչեց զանգը, հնչեց, ու հնչեց վերջին անգամ։ 12-րդ բնագիտական դասարանի շրջանավարտներին Մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած մնաք բարով։ Ու հնչեց զանգը, հնչեց, ու հնչեց վերջին անգամ, վերջին ծաղիկներով, մի քիչ թաց աչքերով, կարոտելու ենք մենք դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած մնաք բարով։ Ու հնչեց զանգը, հնչեց, ու հնչեց վերջին անգամ, վերջին ծաղիկներով, մի քիչ թաց աչքերով, կարոտելու ենք մենք դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած պիտի գնամ մնաք բարով։ Եվ այժմ մեկ րոպե լռությամբ հարգենք մեր զոհերի հիշատակը։ Շնորհակալություն։ Մեզ համախմբող, մեր կողքին կանգնող, մեզ ոգեշնչող ու միշտ աջակցող, մեր ուղեկից ու պահապան ընկեր Սարդարյան։ Իբուք խոսքեր ունգան, մեր ուղեկներ շատ դպրոցում, արկադին է նաբավարը, քիչ է գալիս մադասան։
մեջ ապագա դիզայներ ու մոտ բրենդները արդեն իսկ հերթ են կանում։ Տիգնան մենակատակասել, բարեհաստ ու կերասել, ուշանում է դասից միշտ, սակայն ունի կրուտիկ ճիշտ։ Գարանե Մինասյան, եթե մողուկ չկա, կարծես մեկը պակաս է, նրա ամեն մի նախադասության սկիզբը բայցն է, անգլերեն է պարապում, բայց սլավոնական է ընդունում։ Շարլիկով Հակոբյան, նա ունի հատուկ հայտնվելու գրաֆի, միայն մաթեմատիկայի դասին, բայց ոչ թե ալգորիթմներ լուծելու, այլ պարզապես դասին մասնակցելու համար։ Սուսաննա Վախյանի, շատերը կրտում են, որ նրա ձայնը չեն լսել, բայց երբ նրա հետ բռնվեք զրույցի, հաստատ ծանծրին չեք ապրի, կաղապարների մի յուրօրինակ, հանձնում է նա թղթին արավ։ Հայկուշ Հակոբյան, այն ժամանակահատվածում, որով նա կպատմի ձեզի պատմություն, նա կրուցի մի ամբողջ երկրաշարժություն։ Սիմոն Շիրոյան, համեր չշփվող, կրվարար երազանցի, լսեցիք այսքանը, սրանք նամասին չեն, դիմավորեք, մեր բնութագրերի հակարակ պատկերին։ Աստղի, Ասինե Պողոսյան, սուր չեն ասել, որ նա գիտի բոլոր սարսափակությունները, ինչպես մեր քիմիական բոլոր միացությունները։ Անահիտ Դավթյանյան, ինչպես հայտնի է, Աստված նա շնորհել է բազում տաղանդներ, բայց չի նշել, թե որն է նրա առաքելությունը։ Այդ պատճառով նրան կտեսնեք արվեստի բոլոր բնակավարներում։ Ճանաչում են մոտությունից, կատակասել հարությունին, ձգտում են անիբանի, ջուր է ուզում խաշարի։ Հայտնի Թանկապետյան, նրան միացայնացնելու համար ձեզ պետք կգա մի ամբողջ հավերժություն, բայց այգուհում մեկ հոգեբանական թերապիայի համար ձեզ պետք կգա $100 Տիգրան Կարապետյան, եթե դասարանի մնացած տղաները գալիս են փոքր պայուսակով կամ նույնիսկ առանց դրա, ապա Տիգրանը դուքած է գալիս մի ամբողջ գծագրական ճամփորդով։ Ռոզի Դավթյան, եթե լսում եք մատիտների խարտոցելու ձայն, ապա նա այստեղ է դախտակով և գծագրով, երբ օգնություն պետք լինի, մատիտները կթողնի և շտապ այդտեղ կլինի։ Դրա մասին լսել են բոլորը, բայց չի տեսել ոչ ոք։ Ծանոթացեք, Գևորգ Հակոբյան, վաստակավոր բացակայով։ Աշտի վաստակայով, մինու բարիքոսկա, ինչքան լեզու գիտես, այդքան մարդ ես։ Այդ իսկ պատճառով նա որոշեց տիրապետել անգլերենի, ռուսերենի, իսպաներենի և ինչու՞ չէ նաև խոհարարության լեզվին։ Նա խոհանոցում այնքան մոտ է, ինչպես իսիաս ֆուտբոլային թիմն ազատաշտում։ Գործել են շատ անգամներ, նրան բռնել բարեկներ, բայց փախել է բոլորից, բռնել բիզնես ժամանակակից։ Անահիտ Էդիվարյան, Ալեքսանդր է աշխատող, դասերից բացակայով, բայց կանգնած է մեր կողքին նույնիսկ գործի ժամերին։ Գրետա Դավթյան, նա ինքան բարձր է խոսում, որ ոչ մեկ չի լսում, համեստ հանգիստ անկոտրում և կյանքում և բիզնեսում։ Սլավիկ Կարապետյան, շուտ է զարթնում Արագոդյան, շատ է սիրում նա ֆուտբոլ ու լուծում է պարաբոլ։ Սաթեն Դավթյան, երբ դուք քայլերից լսում եք հնչող և զիգ ձայն, ապա ձեր մոտակայքում է Սաթենը, ունենալով հաղորդավար դառնալու բոլոր պոտենցիալները, նա ընտրել է ֆինանսները։ Որ Մաթոյան, ինչպես բոլոր որոնները, նրա երեզակվել է եղել դպրոցում նստել առաջի շարքում, այլ ոչ թե կանխագուշակել եղանակային պայմանները Դավիթ Սուրենյանից լավ։
նկատում է այն, ինչ որ ուրիշները չեն նկատում։ Հարություն Մորոյան, ինչպես հայտնում են լրատվականները, նա հայտնի է որպես թաքնված բայց ցանկանում է դառնալ շախմատիստ, լսում է ամեն ինչ, բայց չի անում ոչինչ։ Գոհար Պողոսյան, հաշվի առնելով այն դրամական միջոցները, որոնք վստահում են նրան այսօր, նա կարող է լինել Դուբայում, բայց քանի որ նա հանդիսանում է 25 աշակերտների ոչ կենսաբանական, բայց սրտացավ մայր, նա այն միջոցները կծախսի երազում համալսարանում։ Ալբերտ Պետրոսյան, նա այնքան տարբեր է, որ նույնիսկ իր երաժշտական ճաշակն է կատարում Ռուբեն Հրավերցյանից մինչև Տիգրան Ժամփոչյան։ Հարգելի ուսուցիչներ, սիրելի ծնողներ, հարգելի հյուրեր եւ մեր այսօրվա հերոսներ, շրջանավարտներ։ Այսօր մեր դպրոցում հնչելու է վերջին զանգը։ Այն ավարտ չէ, այլ նոր կյանքի սկիզբ։ Տարիներ առաջ մենք այս դպրոց մտանք վախեցած ու անհանգիստ, իսկ այսօր կանգնած ենք վստահ ու երազանքներով լի։ Այս դպրոցում մենք ոչ միայն դասեր սովորեցինք, այլ նաև ընկերասիրություն, պատասխանատվություն եւ հավատ մեր ուժերի ու գիտելիքների նկատմամբ։ Այս դպրոցի պատերը հիշում են մեր ծիծաղը, հաջողությունները եւ նույնիսկ մեր փոքրիկ ձախողումները, որոնք մեզ ավելի ուժեղ դարձրին։ Բայց դպրոցը պարզապես շենք չէ։ Դպրոցը մեր ուսուցիչներն են։ Դուք մեզ տվել եք գիտելիք, համբերություն եւ կյանքի ամենակարևոր դասը՝ լինել մարդ։ Ձեր հավատն է, որ այսօր կանգնեցրել է մեզ այստեղ, հպարտ ու շնորհակալ։ Այսօր մենք գնում ենք տարբեր ճանապարհներով, բայց բոլորս մեզ հետ տանելու ենք դպրոցի ջերմությունը ու հայրենիքի հանդեպ պատասխանատվությունը։ Թող մեր ձեռք բերած գիտելիքները ծառայեն հայրենիքի ապագայի ու զարգացման համար։ Այսօր մենք կանգնած ենք մի եզրագծի վրա, որտեղ ավարտը միաժամանակ սկիզբ է։ Ժամանակը կանգնել է անցյալի եւ ապագայի խաչմերուկում, եւ մենք կանգնած ենք ձեռք ձեռքի տված հայացքներով, որոնց մեջ ապրում է տարիների լուր պատմությունը։ Այս տարիները, որ թվում էին անվերջ, հանկարծ դարձել են հիշողություն, փխրուն, բայց հավերժական։ Դասընկեր լինելը պարզապես նույն սենյակում նստելը չէ, դա միասին մեծանալն է, միասին սխալվելը եւ ամենակարևորը, միասին հիշողություններ կերտելը, որոնք երբեք չեն մարի։ Մենք մեծացանք ոչ միայն տարիքով, այլև հոգով։ Սովորեցինք ոչ միայն գրքերից, այլև միմյանցից, համբերատարություն, ներողամտություն, ընկեր լինելու արվեստը։ Ամեն դասարան ունի իր յուրահատուկ մթնոլորտը։ Ամեն անկյունում եւ դասասեղանի վրա նկատվում են մտքերի, անհատականությունների եւ երազանքների զուգակցում։
վերջին զանգի ձայնը մեզ հիշեցնի, որ յուրաքանչյուր ավարտ նոր սկիզբ է։ Եվ թող այն հնչի բարձր ու հպարտ մեր երազանքների ճանապարհին։ Բարի ճանապարհ, սիրելի շրջանավարտներ, թող մեր ապագան լինի լուսավոր։ Այսօր գարնանային այս պայծառ օրը մեզ համար կհնչի դպրոցի վերջին զանգը։ Կարծես երեք լիներ, երբ եկանք դպրոց։ Ավագ դպրոցում անցկացած ուսումնական տարիները մեզ համար անցան րոպե առ րոպե, վայրկյան առ վայրկյան։ Չհասկացանք, թե ինչպես մեծացանք, դարձանք 12-որդիներ եւ ահա հավաքված դպրոցի դահլիճում մաղթանքի ու շնորհակալական խոսքեր ենք ուղղում մեր սիրելի ուսուցիչներին։ Սերնդես սերունդ ակնածանքով ու խոնարհումով է հնչել ուսուցիչ բառը։ Դարեր շարունակ դուք եղել եք այդ անվան պահպանողն ու այդ անվան կրողն եք այսօր։ Ուսուցչին է վստահված կարևորագույն մի գործ, որը նա միշտ առանձնակի սիրով ու նվիրումով է կատարել։ Կյանքն արժեքավոր է դարձնում այն, որ նա հավերժ չէ։ Հիմա մենք դա գիտակցում ենք ավելի քան երբևէ։ Թվում է, թե մենք այսօր հրաժեշտ ենք տալիս, բայց մենք մեր յուրաքանչյուր քայլի մեջ գրելու ենք մեկս մյուսի մի մասնիկը, որպեսզի հասկանանք, թե ով ենք մենք եւ ով պիտի լինենք։ Շնորհակալ ենք ձեզ, ձեռնոցոր նվիրումի եւ մեզ նման եւս մեկ սերունդ կյանքի այս նոր փուլ ուղղորդելու համար։ Չհասկացանք, թե ինչպես անցան տարիները եւ մենք կանգնեցինք կյանքի ասահմանագծին, որտեղ բաժանվում են անհոգ մանկությունն ու հոգսաշատ կյանքը։ Իմ ջերմ դպրոցը, իմ փոքրիկ տունը մայրական անկեղծ սիրով էր լեցում։ Դուք եք մեր առաջ հույսի դուռ բացել, ճախրանքի թևեր դուք եք մեզ տվել, բացել եք մեր առաջ ճամփաներ անփուշ ու մեր սրտերը կամքի հերով վառել։ Մեր սիրելի ուսուցիչներ, ուզում ենք ձեր հոգու երկնքին վառ արևներ պարգևել։ Ուսուցիչ բարի, ձեր խոպոպների մեջ թելերն արծաթե, որ երևում են, ես բաժին ունեմ։ Ձեր բարի դեմքի կնճիռների մեջ ես բաժին ունեմ։ Իսկ դուք, իմ բարի, իմ լավ ուսուցիչ, դուք բաժին ունեք իմ կյանքի գարնան ծաղիկների մեջ, իմ մանուկ սրտի վաղ լուսաբացի ծաղիկների մեջ, իմ գիտցածի մեջ, ունեցածի մեջ։ Մեր ծնողները մեզ տվել են մարմին, իսկ ուսուցիչը հոգի, բարի կամք եւ բարձրագույն իդեալներ։ Այն ուսուցիչը, որը կարողանում է իր սաներին օժտել աշխատանքի մեջ ուրախություն գտնելու ընդունակությամբ, արժանի է դափնեպսակի։ Յուրաքանչյուր գրագետ մարդ պարտական է իր ուսուցչին։ Հզոր է այն ազգը, որն ունի լավագույն ուսուցչություն։ Սիրելի դպրոց, դու այս մեծ կյանքի օվկիանոսում մեր խաղաղ նավահանգիստն ես եղել։ Քեզ անվարան երթ եւ մեծ հեղինակություն ենք ցանկանում։ Իսկ դուք մեր սիրելի ուսուցիչներ,
Մեծ ջանք ու եռանդ եք ներդրել, որպեսզի դաստիարակեք պատվավոր եւ արժանի սերունդ։ Մենք խոնարհվում ենք ձեր առջև, եւ դա թող փոխարինի այն խոսքին, որ խոր հուզմունքից կանգ է առել մեր կոկորդում, եւ արցունք դարձած հոսում է մեր աչքերից։ Իսկ մեր միտքը գոռում է. չեմ ուզում, բայց մենք ստիպված ենք ասել. մնաք բարով։ Իշկը մնար մարդկությունից Տեր Աստված, թե չլիներ ուսուցիչներ, դպրոցներ, հիմա ամբողջ հոգով եւ սրտով ուսուցիչներ խոնարհվում եմ ձեր առջև։ Ամեն մարդ էլ ունի սիրած ուսուցիչ, հանճարն անգամ ուսուցիչ է ունեցել։ Դու կանանուն ձեր սաները անվանի ուսուցիչներ խոնարհվում եմ ձեր առջև։ Աղշատ հաճախ տառապել եք անաղմուկ, լույս եք սանել, բայց հալածվել ու խաչվել, տիրողները շքեղաշուկ, դուք անշուկ, ուսուցիչներ խոնարհվում եմ ձեր առջև։ Շատ դժվար էր խավարդարում ձեզ համար, այս լույս դարում դժվար է առավել, երեխաներն ամեն ինչ էլ լավ գիտեն, ուսուցիչներ խոնարհվում եմ ձեր առջև։ Հողագունդը գլոբուս է հմայիչ, բայց ուզում են այն կործանել եւ ջարդել։ Հողագնդին հարկավոր է իր ուսուցիչը։ Ուսուցիչներ խոնարհվում եմ ձեր առջև։ Թեկուզ նաև երկուսներ եմ ստացել, թեկուզ կյանքում բարկացել եք իզորա, այնուհանդերձ ուսուցիչներ խոնարհվում եմ ձեր առջև։ Եթե ուսուցիչը սիրում է իր աշխատանքը, նա լավ ուսուցիչ կլինի, քան նա, ով կարդացել է բոլոր գրքերը, բայց չի սիրում իր աշակերտին։ Եթե ուսուցիչը սիրում է եւ իր աշխատանքը, եւ իր աշակերտին, ապա նա կլինի կատարյալ ուսուցիչ։ Սիրելի ուսուցիչներ, ինչպես ասենք մեր սրտի խոսքը, ինչ խոսքերով երախտապար լինենք ձեզ։ Ոչ, դա անհնար է, միթե կարող է զավակը երախտապար լինել իր ծնողին։ Այո, մենք չենք կարող վարձահատույց լինել, սակայն կարող ենք մի փոքր բարձրացնել ձեր տրամադրությունը, մեր ողջ ձերն ու հարգանքը ամփոփել ծաղկեփնջերի մեջ եւ մեծ սիրով նվիրել ձեզ։ Ես շարունակում եմ գովերքել մեր դպրոցը։ Էս ինչ լավն է մեր դպրոցը։ Բայց մեր դպրոցն ավելի լավն է։ Չէ, մերը հաստատ ավելի լավն է։ Մեր դպրոցն այնքան լավն է, որ մենք մի 10-10-րդ դասարան ունենք։ Իսկ մեր դպրոցը այնքան լավն է, որ մրցույթների ժամանակ բոլոր դասարանները մրցանակներ են ստանում։ Իսկ մեր դպրոցն այնքան լավն է, որ տեսան մեզ մի սուպերմարկետը չի հերիքում, երկրորդն էլ բացել տվին։ Իսկ մեր դպրոցը այնքան լավն է, որ նույնիսկ դաշտի մեջի Եղևնին է մեր ֆուտբոլին թիմում խաղում։ Իսկ մեր դպրոցն այնքան լավն է, որ մեր դասատուներն ավելի բնապահպան են, քան կանաչ Հայաստանի անդամները։
Իսկ մեր դպրոցը այնքան լավն է, որ ամերիկացի կամավորն եկել է ու չի ուզում գնա։ Մեր դպրոցն այնքան լավն է, որ ամեն դասամիջոցին կենթանի երաժշտություն ենք լսում։ Իսկ մեր դպրոցը այնքան լավն է, որ վերջին զանգին տեղերը սահմանափակ էր։ Մեր դպրոցն այնքան լավն է, որ մեր նոր տարվա դասարանների զարդարանքն ավելի ջոխ, քան հրապարակի զարդարանքը։ Իսկ մեր դպրոցը այնքան լավն է, որ լաբորատորիան նավսյակի ռադիոակտիվ տար ենք պահում։ Մեր դպրոցն այնքան լավն է, որ մեր խմելու ջուրը անձամբ քաղաքապետարանն է մատակարարում։ Իսկ մեր դպրոցը այնքան լավն է, որ նույնիսկ դպրոցի հետևն է ասֆալտապատած։ Մեր դպրոցն այնքան լավն է, որ ԿԳՄՍ-ից գալիս են մեզ ստուգենք, փոխարենը մենք ենք իրանց ստուգում։ Էդ ո՞ր դպրոցից էիր դու։ Ավակ։ Բա ես էլ։ Լուրջ։ Ուրեմն ի վերջո մեր դպրոցը այնքան լավն է, որ մենք ենք այս դպրոցի շրջանավարտները։ Ուսուցիչների ամբողջ հպարտությունը աշակերտների մեջ է, իրենց հանած սերմերի աճի մեջ։ Ուսուցիչն աշխատում է ամենապատասխանատու խնդրի վրա, նա ձևավորում է մարդուն։ Սիրելի ուսուցիչներ, դուք մեզ տվեցիք բազմազան գիտելիքներ, որոնք եթե չիմանայինք, մարդ կոչվել չէինք կարող։ Գիտելիքներ, որոնք եթե չիմանայինք, հայ կոչվել չէինք կարող։ Բայց մենք հպարտ ենք, քանզի դուք մեզ տվեցիք հայ մարդ կոչվելու հնարավորություն, եւ չեն կարող երախտապարտ չլինել ձեզ, մեր շատ սիրելի ուսուցիչներ։ Hope when you take that jump, you don't feel the fall. Hope when the water rises, you build a wall. Hope when the crowd screams out, you're screaming your name. Hope if everybody runs, you choose to stay. Hope that you fall in love and it hurts so bad. Hey. The only way you can know, you give it all you had. And I hope that you don't suffer, but take the pain. Hope when the moment comes, you'll say, I lived. Hope that you spend your days, but they all add up. And when that sun goes down, hope you raise your cup. Oh, I wish that I could witness all your joy and all your pain, but until my moment comes, I'll say I did it all. I did it all. I owned every second that this world could give. I saw so many places, the things that I did. Yeah, with every broken bone, I swear I lived. I swear I
Ծաղիկները այս, որ մենք տալիս ենք, ոչ թե փոխհատուցում են ձեր արածների։ Մենք չենք կարող տալ, թե նույնիսկ կիսենք փոխհատուցումը ձեր արածների։ Ծաղիկներն այս, որ մենք տալիս ենք, նշան թող լինի խորհին արգանքի, ոչ մարմնացում, այլ խորհրդանիշ, ինչպես նշան է ծաղիկը կյանքի։ Ծաղիկը փոքր է, որ պարունակի այն մեծ հարգանքը, չի պարունակի այն մեծությունը, որը եւ կյանք։ Բայց իր փոքրությամբ նա լավ նշան է, սիրո, հարգանքի։ Ընդունեք նվերն այս, այն ի սրտե է, ծնված հարգանքից։ Դպրոցը մի մեծ ընտանիք է։ Իսկ դուք, սիրելի ընկեր Մանուկյան, այդ մեծ ընտանիքի իմաստուն առաջնորդն եք։ Դուք ձեր հետևողականությամբ, արդարությամբ ստեղծել եք մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ կարող է աճել եւ հավատալ իր ուժերին։ Դուք ոչ միայն կազմակերպում եք դպրոցական կյանքը, այլ նաեւ ստեղծում եք մնայուն արժեքներ։ Ինկեր Մանուկյան, ձեր խոսքը ուղղություն է մեզ համար, ձեր օրինակը ոգեշնչում։ Տնօրեն լինելը պաշտոն չէ միայն, դա պատասխանատվություն է ապագայի առջև։ Շնորհակալ ենք ձեր նվիրումի, հոգատարության եւ մշտական աջակցության համար։ Սիրելի ընկեր Յարմալոյան, դուք այն մարդն եք, ով լուռ, բայց մեծ պատասխանատվությամբ ղեկավարում է դպրոցի ամբողջ ուսումնական կյանքը։ Ձեր կարգապահությունն օգնում է, որ դպրոցում ամեն դասի տեղում լինի, ամեն աշխատանք կազմակերպված, իսկ ամեն աշակերտ ուշադրության կենտրոնում։ Դուք ոչ միայն վերահսկում եք ուսման ընթացքը, այլ նաև հոգ եք տանում, որ գիտելիքը լինի որակյալ ու ամուր հիմք մեր ապագայի համար։ Ձեր խստության մեջ միշտ կա արդարություն, իշխանապաշտության մեջ հոգատարություն։ Շնորհակալություն ձեր անտեսանելի, բայց կարևոր աշխատանքի համար։ Ձեր ներդրումը մեր հաջողությունների հիմքում է։ Սիրելի ընկեր Սարգսյան, հայ դպրոցը միշտ եղել է գիտելիքների եւ արժեքների օջախ։ Իսկ այսօրվա գեղեցիկ միջոցառումը եւս մեկ անգամ ապացուցում է, որ երբ կա սեր եւ նվիրում աշխատանքի հանդեպ, ծնվում են գեղեցիկ պահեր։ Միգուցե մենք մոռանանք դպրոցում անցկացված տարիները, սակայն երբեք չենք մոռանա ձեր նվիրումը եւ ոգեշնչումը մեր հանդեպ։ Շնորհակալություն ենք հայտնում մեր շատ սիրելի ընկեր Սարդարանին այս օրը մեզ համար հիշարժան դարձնելու համար։ Խորին քնքշությամբ, կոփված մայրենի լեզվի գիտությամբ։ Մենք ձեզ սիրում ենք ձեր հպարտությամբ, ձեր հրաշք լեզվի խորիմացությամբ։ Ձեզ հետ ունեցանք խոհերի տագնապ, հաղթր տանջանքի մտքեր փոթորկում։ Երջանկություն է աշակերտել ձեզ։ Պողոսյան, գիտենք, որ մեզ հետ երբեմն հեշտ չի եղել, եւ թեպետ մեր շարահյուսական սխալներից ձեր լեզվաբանական բնազը դուժել է, սակայն դուք ձեր համբերատարությամբ եւ հոգատարությամբ միշտ փրկել եք իրավիճակը։ Շնորհակալ ենք, որ ձեր հումորի եւ հոգատարության միջոցով սովորեցիք մեզ ներհայ եւ սիրել մեր մշակույթին։ Դուք այն բացառիկ ուսուցիչն եք, ում դասային մենք եկել ենք ժպիտով, որովհետև գիտեինք, որ մեզ դիմավորելու է բարի ու հոգատար մի անհատականություն։ Խոստանում ենք կյանքում է լինել նույնքան անսխալ, որքան դուք եք ուզում տեսնել մեր թելադրությունները։ Արկած էր, եւ ամեն արկածից մեր գիտելիքներն ավելի էին հարստանում։
Viber-ով ուղարկած ձեր վարժությունները մեզ սովորեցին հմտորեն օգտվել Viber-ից, ինչպես նաև իմանալ անգլերեն լեզվի ամեն մի մանրում։ Շնորհակալ ենք ձեզ։ Սուսաննա Սերգեևնա, ձեր դասերը ցույց տվեցին, որ ռուսերենը ոչ միայն լեզու է, այլ ճանապարհ նոր աշխարհներ բացահայտելու համար։ Դուք կարողացաք բարդ քերականությունն ու արտահայտությունները դարձնել հասկանալի։ Учиться никогда не поздно։ Ձեր դասերի ամենակարևոր դասերից մեկն է, որը միշտ կմնա մեր սրտերում։ Ձեր դասերին ֆիզիկան այսուհետ պարզապես առարկա չէ։ Այն բացում է որպես մի նոր աշխարհ, որտեղ ամեն երևույթ ունի իր պատճառը, իր բացատրությունն ու իր գեղեցկությունը։ Ձեր բացատրությունների միջոցով նույնիսկ ամենաբարդ թեմաները դառնում են հեշտ հասկանալի, իսկ սովորելը պարտադիր ու հետաքրքիր գործընթաց։ Ձեր խոսքում կա հստակություն, բայց նաև մի հանգիստ խորություն, որ ստիպում է մտածել։ Դուք չեք պարտադրում գիտելիքն, այլ այն նկատ կերպով ուղեկցում եք դեպի այն, եւ այդ ճանապարհը դառնում է իմաստալից ու հետաքրքիր։ Հենց ձեր միջոցով է, որ սկսում ենք նկատել այն, ինչ նախկինում անտեսում էինք, շարժման մեջ ներդաշնակություն, պարզ երևույթների մեջ օրինաչափություն, իսկ ամեն հարցի մեջ հասկանալու նոր հնարավորություն։ Ձեր ներկայությունը դասարանում զգացում է առանց ավելորդ խոսքերի, այն ստեղծում է մի մթնոլորտ, որտեղ ցանկություն է առաջանում ավելի լավը դառնալ, ավելի ուշադիր լսել, ավելի խոր ընկալել։ Դուք ոչ միայն գիտելիք եք փոխանցում, այլ նաև ձևավորում եք մտածողություն, ներքին կարգապահություն եւ մոտեցում, որոնք մեզ հետ կմնան որպես արժեք։ Եվ գուցե տարիներ անց շատ բաներ մոռացվեն, բայց այն ձև, որով դուք մեզ սովորեցրել եք նայել աշխարհին, կմնա մեզ հետ որպես արժեք։ Շնորհակալություն ձեր աշխատանքի, համբերության եւ այն լույսի համար, որ թողնում եք մեր ճանապարհին։ Սիրելի ընկեր Սարդարյան, դուք մեզ սովորեցիք ոչ միայն բջիջների կառուցվածքը, այլև կյանքի արժեքը։ Ձեր դասերին բնությունը կենթանանում էր, իսկ գիտությունը դառնում ավելի հետաքրքիր ու հասկանալի։ Ձեր ջերմությունն ու նվիրվածությունը մեզ համար մեծ օրինակ են։ Շնորհակալ ենք գիտելիքի այն սերմերի համար, որոնք հաստատ տուղ կտան մեր ապագայում։ Դուք մեզ սովորեցիք, որ կյանքում ամեն ինչ ունի իր բանաձևը, բայց ամենակարևոր բաղադրիչը սերն ու համբերությունն է։ Ձեր շնորհիվ քիմիան դարձավ ոչ թե պարզապես առարկա, այլ հետաքրքիր աշխարհ։ Շնորհակալ ենք ձեր հոգատարության, պահանջկոտության ու մեր հանդեպ ունեցած հավատքի համար։ Դուք մեր դպրոցական ամենակարևոր տարրերից մեկն եք։ Մեր սիրելի ընկեր Պողոսյան, դուք մեզ սովորեցիք ոչ միայն քարտեզ կարդալ, այլ նաև աշխարհը լայն աչքերով տեսնել։ Ձեր դասերի շնորհիվ երկրներն ու մայրցամաքները դարձան ոչ թե պարզապես անուններ, այլ նաև հետաքրքիր պատմություններ ու բացահայտումներ։ Շնորհակալ ենք ձեր համբերության, ջերմության եւ այն վստահության համար, որոնք մեզ առաջնորդեցիք դեպի մեծ աշխարհ։ Ընկեր Միքելյան, ձեր դասերը մեզ սովորեցին, որ համակարգիչը ոչ միայն գործիք է, այլ մեր ստեղծագործ մտածողության հարթակ։ Դուք մեզ ցույց տվեցիք, որ ամեն բան, նույնիսկ բարդ կոդերը, հնարավոր է, եթե դիմագրավենք մարտահրավերները համարձակությամբ ու համբերությամբ։
Շնորհակալ ենք այն աջակցության եւ գիտելիքի համար, որը մեզ պատրաստում է ապագայի աշխարհին դիմագրավելու համար։ Դուք մեր գլխում բացեցիք նոր ֆայլեր, սովորեցիք աշխատել նոր ծրագրերով։ Իմ գլխում մի նոր ու հետաքրքիր ֆայլ բացվեց եւ ես ուրախացա, որ Facebook-ից ու Instagram-ից բացի ավելի հետաքրքիր բաներ կան համակարգչում։ Սիրելի ընկեր Պետրոսյան, ձեր դասերը մեզ սովորեցին, որ պատմությունը ոչ միայն հիմ փաստերի հավաքածու է, այլ դասեր, որոնք օգնում են ճիշտ ընտրություններ կատարել մեր կյանքում։ Դուք ցույց տվեցիք, որ նույնիսկ ամենաբարդ պատերազմների ու պայմանագրերի պատմությունը կարելի է ավելի հիշվող ու հետաքրքիր դարձնել։ Շնորհակալ ենք, որ ստիպեցիք հիշել անհիշելի փաստեր ու միևնույն ժամանակ սովորեցիք ծիծաղել անցյալի տարօրինակ ու զվարճալի փաստերի վրա։ Պտող աշխատասեր ընկեր Հարությունյան, դուք մարդ տեսակի փայլուն հանրագիտ ա։ Ահա այսօր ձգտում ենք ձեզ, որ հայրենիքի պաշտպանության պատրաստ ենք անցնել զինվորական ծառայության եւ խոստանում ամբողջ դալիճի ներկայությամբ, որ ամուր կպահենք հայրենիքը մեր եւ բարձր կպահենք անունը ձեր։ Ընկեր Բարսեղյան, ձեր դասերը սովորեցին, որ ուժը ոչ միայն մկաններում է, այլ նաև կամքի մեջ։ Շնորհակալություն, որ ստիպեցիք շարժվել, վարժվել ու մի փոքր ծիծաղել ճանապարհին։ Դուք մեզ դասավանդել եք շատ կարճ ժամանակ, բայց այդ ընթացքում հասցրել եք մնալ մեր սրտերում, ձեր ջերմ ժպիտով, հոգատարությամբ եւ գրականության հետաքրքիր պատմություններով, որոնք մենք երբեք չենք մոռանա։ Ավարտվում է գարունը։ Այն գարուններից մեկը, որին մենք այդքան երկար սպասել ենք։ Գարունից մեծ են յուրաքանչյուրի սպասելիքները, բայց այս գարունը տարբերվում է նրանով, որ մեր սրտում հիմա երջանկության կծկիծն է շողում, եւ մենք հիմա կանգնած ենք անխուսափելի հրաժեշտի առաջ։ Այսօր դպրոցական զանգը չի հնչելու սովորականի նման, այլ հնչելու է պարզ, ծանր եւ խոր, ինչու ոչ նաեւ շատ իմաստուն։ Սիրելի ընկեր Սարդարյան, այս տարիների ընթացքում դուք ամբողջ օրը մեզ հետ եք եղել։ Անցկացրել եք այս տարիները մեզ հետ։ Ուրախացել եք մեզ հետ, տխրել եք։ Նույնիսկ մեր կողքին եք եղել, երբ մենք չենք հասկացել ինքներս մեզ։ Շնորհակալ ենք ձեզ։ Դուք մեզ սովորեցրեցիք ոչ միայն դասագրքերի գիտելիքը, այլև կյանքի ամենակարևոր դասերը՝ լինել մարդ, լինել պատասխանատու, լինել ազնիվ եւ երբեք չհանձնվել։ Եվ իզուր չեն ասել, որ մարդը պետք է մարդ մնա ամեն պարագայում, եւ հենց դա է այն ամենակարևոր դասը, որը դուք մեզ սովորեցիք։ Սովորեցել եք, որ մարդ լինելն է ամենաբարձրագույն արժեքը, այլ ոչ թե պարզապես հաջողակ լինելը։ Երբեմն մենք կարող էինք աղմկել, ուշանալ, չկատարել տնայինները, բայց դուք մեր մեջ տեսնում էիք այն, ինչ ինքներս մեր մեջ չէինք կարողանում տեսնել։ Ինչպես ասել է Պարույր Սևակը, ուսուցիչն այն մարդն է, ով իր սիրտը բաժանում է բազմաթիվ մարդկանց միջև եւ երբեք չի աղքատանում։ Դուք այս 3 տարիների ընթացքում ձեր սրտից մեզ տվեցիք ձեր ժամանակը, ձեր համբերությունը, ձեր հավատը եւ հավատացեք, որ այդ ամենը կուղեկցի մեզ կյանքի բոլոր ճանապարհներին։ Տարիներ հետո, երբ մենք մեծանանք եւ բոլորս գնանք մեր ճանապարհներով, մենք հաստատ հիշելու ենք մեր դասարանը եւ առաջին հերթին ձեզ, քանի որ դպրոցը միայն պատերով ու գրատախտակով չէ։ Դպրոցը այն մարդիկ են, ովքեր իրենց սիրտը դրել են այդ պատերի մեջ, քանի որ դուք մեզ համար ուղղակի ուսուցիչ չեք։ Դուք մեր ուղեկիցն եք դպրոցից դուրս կյանքի բոլոր ճանապարհներում։ Ընկեր Սարդարյան,
Մենք գուցե հեռանում ենք այսօր, բայց մենք երբեք չենք հեռանա ձեր տված արժեքներից։ Եվ իմացեք, եթե կյանքում ինչ-որ լավ բան անենք, ձեր բաժինը կա դրա մեջ։ Շնորհակալ ենք ձեզ։ Ձեր հոգատարության համար։ Ձեր հավատքի համար։ Ձեր ծով համբերության համար։ Մեր սխալները ուղղելու համար։ Մեր փոքր հաջողությունների ժամանակ ուրախանալու համար։ Մեզ ճիշտ ուղի ցույց տալու համար։ Մեր անհաջողությունների ժամանակ մեզ ուժ տալու համար։ Մեզ միշտ պաշտպանելու համար։ Դասարանը մեծ ընտանիք դարձնելու համար։ Մեզ համախմբելու համար։ Ամենադժվար պահին մեր կողքին կանգնելու համար։ Ճիշտն ու սխալը տարբերել սովորեցնելու համար։ Մեզ նորից հնարավորություն տալ ամեն ինչ սկսել։ Մեզ արժեքներ փոխանցելու համար։ Մեզ ուժեղ դարձնելու համար։ Մեզ ընդունելու համար։ Մեր ամենօրյա հոգսերը ձեր շեշտով անցկացնելու համար։ Սովորեցնելու համար։ Մեզ ուղղորդելու համար։ Ձեր մարդ տեսակի համար։ Մեզ հիշելու համար։ Մեզ միշտ ոգեշնչելու համար։ Մեր աջակիցը լինելու համար։ Մեր բացակայությունները ներելու համար։ Եվ իհարկե, շնորհակալ ենք ձեզ մեր սրտի դասղեկը լինելու համար։ Մեր սիրելի ընկեր Սարդարյան ջան, կան մարդիկ, ովքեր անցնում են մեր կյանքով եւ հետք էլ չեն թողնում։ Եվ կան մարդիկ, ովքեր դառնում են մեր կյանքի ուղեցույցը։ Դուք մեր փարոսն եք։ Դուք դարձաք մեր դպրոցական մեծ ընտանիքի սիրտն ու հոգին։ Այս տարիների ընթացքում ձեր համբերատարության, ջերմության եւ անսահման նվիրումը, որ
մեզ սովորեցրին ոչ միայն գրքային գիտելիքները, այլ նաև ամենակարևորը՝ մարդ լինելու արվեստը։ Դուք հավատացիք մեզ, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք ինքներս մեր ուժերին կասկածում էինք։ Շնորհակալ ենք մեր յուրաքանչյուր սխալը ներելու, մեր կողքին լինելու և մեզնից յուրաքանչյուրի մեջ անհատականություն տեսնելու համար։ Շնորհակալ ենք ձեր անսպառ և յուրահատուկ ջերմության, մայրական հոգատարության և մեզ տված թևերի համար։ Սիրով և հարգանքով ձեր 12-ի բնագետներ։ Շնորհակալություն ենք հայտնում մեր սիրելի ընկեր Երանոսյանին։ Շնորհակալություն մեր դպրոցի օպերատոր ընկեր Գրիգորյանի։ Շնորհակալություն ենք հայտնում մեր դպրոցի գործավար ընկեր Դանելյանին։ Շնորհակալ ենք հայտնում մակրոյի տիկին Նարային։ Շնորհակալություն ենք հայտնում մեր ընկեր Անուշին։ Հայրենիքը հոգու խոսքն է, ոչ շուրթի։
Հայրենիքը համ քեզ հայր է, համ որդի։ Հայրենիքը մի զինվոր է անտրտունջ, բարձրաձայն չի ծառայում, այլ լուռումունջ։ Հայրենիքը հայրենիքն է այն սիրո, որ ծնվում է աղոթքի աղոտ լույսի ներքո։ Հայրենիքը այն տղեկն են նահատակ, որ չկամեցան ստանալ կիսած լուսնի ապտակ։ Հայրենիքը մեր քանակն է, մեր բանակն է չափահաս։ Հայրենիքը ես եմ, նա է, մեկ էլ դու ես, երբ որ գաս։ Այս լեռները լեգենդներ են պատմում։ Ղարաբաղցու կամքի մասին առնետում։ Մի լեգենդներ, որ եկել են դարերից, հասել են մեզ եւ եկ դարձել մեր հոգում։ Այս լեռները եղել են վեմ ու ամրոց, ամեն ժայռը թշնամու դեմ մի բանակ։ Ծարս են եղել նժույգները սանձակոց, հառաչել է հողը նրանց ոտքի տակ։ Այստեղ ահա 40 կույսարի մոտ հետք է մնում քաջակորով առուծի։ Այս լեռներով, այս ծորերով քարքարոտ արշավել է Դավիթ բեկի այրուծին։ Ուշաչել են թրերը կեր, լայնաշեղ, շառաչել են այս լեռներն անառիկ, ինչպես հողմի բերանը կազմիտաշեղ, նենք կաճարը գլորվել է այս ժառից։ Այս լեռները լեգենդներ են պատմումից, Ղարաբաղցու կամքի մասին աննկուն, հին լեգենդներ, որ եկել են դարերից, հասել են մեզ ու երբ դարել մեր հոգում։ Հավատում եմ քեզ, իմ հայ ժողովուրդ, քեզ որ լեռներում այս բարձրիկ ու լուրջ ապրել ես դարեր մաքարել եւ քո կրակը միշտ վառ ես պահել։ Քեզ որ առաջին հասկն ես սերմանել, քեզ որ առաջին գինին ես քամել, լույսի դեմ չոքել հեթանոսորեն, փառաբանել ես ողկույզուցորեն, քեզ որ կերտող ես դարերում եղել, քարեր ես ձևել, ժայռեր ես պեղել, քարի քարխղճից հանել ես բարին, ազնվությունը տվել խաչքարին, եւ քո վաստակով, քո կոթողներով, քո մատյաններով, սիրո տողերով, գողթան երգերով, խորունգ վերքերով եւ խոյանքներով քո լույս հանճարի կանգնել ես դարեր սրի դեմ չարի։ Ցեղեր են եկել, արշավել ցեղեր, քո արդար ու հին արյունն են հեղել, ասպատակել են ու ջարդել են քեզ, դարեր ու դարեր աղարտել են քեզ, բայց դու նարեկով ինքդ քեզ զտել, քո սուրբ հարության հրաշքը գտել, եւ քո վաստակով, քո կոթողներով, քո մատյաններով, սիրո տողերով, գողթան երգերով, խորունգ վերքերով եւ խոյանքներով քո լույս հանճարի հասել հողմերին այս ահեղ դարի։ Հավատում եմ քեզ, իմ հայ ժողովուրդ, քեզ իմ տառապանք, իմ խորին խորհուրդ, քեզ, որ դեր զորի խորշակով կիզված եւ այդպես ցրիվ եւ այդպես կիսված ապրեցիր նորից տևեցիր, դեպի երազդ նորից թևեցիր։ Հավատում եմ քեզ, քո արմատներին, քո հոգու թաքուն խորխորատներին, բիրտ ու բարբարոս քո կարծրությանը, խոնար ու փխրուն քո թախծությանը, քո հին արյանը, քո արյան կանչին, քո հզոր լեզվին, մեծասքանչին, քո մաքուր գինուն, քո արդար հացին, հարատևության, քո առեղծվածին։ Գիտեմ, այս դարի հողմերում վրդով, դարից բերած խորին խորհրդով, քեզ պիտի նորից նարեկով զտես, աշխարհի ազնիվ լույսով մկրտես, չդեղես պիտի չայանցյան հրով ու քո վաստակներով, քո կոթողներով, քո սիրո տաղերով, քո մատյաններով, հարատևության քո հարացվածով հավերժես պիտի լեռներում այս լուրջ, հավատում եմ քեզ, իմ հայ ժողովուրդ։ Ամենքիս ճակատագրերն են տարբերվող, բայց հայրենիք պաշտպանելիս դառնում ենք մի երկիր ու հող, ամփորձանվող հոգիներից հավաքվեցինք բանակ դարձանք, մեր անցյալի հերոսներից ժառանգեցինք մի երազանք, երկիրը սեր է, հողը կյանք, թե կրվից չգամ ու քո համբույրը չզգամ, արցունքներդ լի թող հաղթանակը սրբի, կներես դու ինձ մամ, քո որդուն, ես խաղաղ երկնքով կգամ տուն, թող կրկի քեզ ընկերս հիմա, իմ կողմից թող ասի քեզ իմ մամ։
Հին օրերից մինչև ներկա հիշողության կամուրջը կա, փոխված դեմքեր սերունդ մի նոր, որ իր պայքարն ունի այսօր, կա երազանք, որի համար պիտի պայքար լինի համար, ձեռքեր, որ նոր են զենք բռնել, ուշ կունենան ծաղիկ տանել, մահվան դեմ կյանքն է առավել, թե կռվից չգամ ու կամփույրը չես կամ, արցունքներդ լի, թող հաղթանակը սրբի, կներես դու ինձ մամ քո որդուն, ես խաղաղ երկնքով կգամ տուն, թող գրկի քեզ ընկերս հիմա, իմ կողմից թող ասի քեզ իմ մամ, ես կռվից կգամ ու քո համբույրը կզգամ, արցունքներդ լի, թող հաղթանակը սրբի, հավատա դու ինձ մամ քո որդուն, ես խաղաղ երկնքով կգամ տուն, պահապան աղոթքի քո շնորհիվ, ես անցա ողջ մի կյանք ու կռիվ։ Հայաստանը փոքր է քարտեզի վրա, բայց մեծ մարզերի հոգով, ցրտի մեջ տաք հոգի։ Մշուշի մեջ թաքնված հեքիաթ։ Անտառների շունչը և կանաչի մեղեդի։ Լեռների ուժն ու բարձրության հպարտությունը։ Բնության ու քաղաքակրթության համալիր։ Կապույտի խաղաղությունն ու Սևանի շունչը։ Պատմության սիրտն ու խաղողի բույրը։ Էրի հողի շունչն ու արևի ջերմությունը։ Գինու ծնունդն ու ժայռերի գաղտնիքն։ Ժայռերի համառությունն ու հայրենիքի ամրությունը։ Սա իմ երկիրն է, չափերով այնպիսին, որ կարող եմ վերցնել հետս, թե մի հեռու տեղ գնամ, փոքրիկ, ինչպես ծերացած մայր, փոքրիկ, ինչպես նորածին զավակ, իսկ քարտեզի վրա ընդամենը արցունքի մի կաթիլ։ Սա իմ երկիրն է, չափերով այնպիսին, որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ։ Ինչպես ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան, օրերը դպրոցական, պայուսակ նստարան, ինչ երազեր, ինչ անուրջ, թե կատակեր և թե լուրջ, թե հեքիաթ կախարդական, և թե կյանքեր իրական ու կարծես երեքեր դեր դասերու դասարաններ ախես ոնց է ջերմակել իմ դասատուն են ջահել ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած մնաք բարով
հետ միշտ կմնամ անմոռաց անբաժան հուշերը դպրոցական օրագիր պահարան ինչ ուրախ էր ինչ անհոգ թե ձմեռ էր և թե շոգ թե տանիք էր հայրական և թե տուն նվիրական դու նստում էիր կողքից մանկության ընկերուհից բայց այսօր արի ու տես ես կարծես սիրում եմ քեզ ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին բայց ինչ արած մնաք բարով ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով դեպու եք մենք դպրոցն ու բոլորին բայց ինչ արած մնաք բարով ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու ենք մենք դպրոցն ու բոլորին բայց ինչ արած պիտի գնամ մնաք բարով Սիրելի ուսուցիչներ, շրջանավարտներ, սիրելի եւ իհարկե սիրելի ծնողներ, այսօր Սպիտակի ավագ դպրոցում մի առանձնահատուկ օր էր։ Ճանապարհում ենք մեր սիրելի շրջանավարտներին։ Իհարկե մինչև ճանապարհելը ես ուզում եմ Լոռու մարզպետ Արամ Մկրտչյանի կողմից շնորհակալագիր հայտնել մեր արդեն շրջանավարտ Ստյոպա Դիլբարյանին։ Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլում անգլերեն առարկայի ցուցաբերած խոր գիտելիքների համար եւ մեր դպրոցի պատիվը բարձր պահելու համար։ Սիրելի շրջանավարտներ, այս 3 տարիները ձեզ համար եղան ոչ միայն գիտելիքի ձեռքբերման տարիներ, այլ այստեղ դուք սովորեցիք արժևորել արժեքները։ Մենք ճանապարհում ենք ձեզ, ասում բարի ճանապարհ, բայց իմացեք, որ մեր դպրոցը դռները միշտ բաց են, մենք սիրով սպասում ենք ձեզ եւ հետևելու ենք ձեր ամեն հաջողությամբ հպարտանալու ենք, ինչպես դուք ասեցիք, եւ բոլորիդ խաղաղություն եմ մաղթում, սակայն այդ խաղաղությունը նաեւ ձեզնից է կախված։ Դուք որ կայանաք ձեր մասնագիտություններում, ուժեղացնեք մեր երկիրը, իսկ ուժեղ երկրում արդեն խաղաղություն ապահովված կլինի, որը մեզ այսօր շատ անհրաժեշտ է։ Ձեզ բարի ճանապարհ։
առաջին ուսուցիչներ դուք ազնիվ բարի հպարտեն ձեզ նոր ազգերեն աշխարհի օրերն արագ թռան գնացին տխուր հիշում եմ զանգիմ առաջին ուսուցիչներ դուք ազնիվ բարի հպարտեն ձեզ նոր հայերն աշխարհի ծրվենք կգրանք և հուշ կդառնանք մեր դպրոցին մենք կարող կմնանք հուշերն ամորած կսարթեն հակած կհեռանանք կգլանք մենք հուսված Սրվենք կգնանք և հուշ կդառնանք մեր